Շրջափակման պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնային տատանումներ են նկատվում, ինչն էլ ավելի է խորացնում առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված ժողովրդի առօրյան։ Հիմնականում որ ապրանքատեսակներն են թանկացել, արդյոք հանրությունը ի վիճակի է գնել կենսական անհրաժեշտության ու բավարար ապրանքներ, փորձեցինք պարզել հարցախույզի միջոցով։ Կոնֆետերն через чёрт հնգացալալի, են 1500 դրամ ծուտրլա 4000 դրամ։ Մուքել ախրելի պենսիոները Թանկա, բայց դե ինչանինք պետք է առնենք։ Այնքան որ ապրանքը իլալա իրանցենա, իրանքինավը, ես սիգարետների մասին եմ ասում։ Հիմա մի քիչ ավելացել, մի քիչ թանկացել է։ Դե դա աստված մենա, ինչքան ապրանքը քիչ է լինում, այնքան թանկ է լինում։ Պետք է ասեի։ Իսկ այլ ապրանքատեսակների գների Չէ, նորմալ է։ Սակայն նորմալ է։ Այդ պանիրը ասենք։ Մթերքները, հացնա, ամեն ինչը իր գնումն է։ Այդքան շատ ուշադիր չեմ եղել, բայց նկատել եմ, որ բանջարեղենը մի քիչ թանկ է, մի քիչ չէ, զգալի թանկեր կան, թե որ մինչև շրջափակումը։ Просто обидно то, что, например, черешню наша деревенская, че? Ничего хуночника, да. Ну 5000 դրամ это куда? Լող թենգա, մտային, էվերասմա ամեն ինչը ինչան զորավյոլային կինեմ։ Կոնֆետներն ա թենք, կլբսեղանն ա թենք, ահա որ թենգա։ Կոֆենա, վերը անհրաժեշտ է, խոխեք են օծում մնոտին, ինչան իսկ էվերասմա ամեն ինչը ապրանքը ներուն մուծում խանութներին, կեմ տսնան հիշ գներ են տյունը, մարդը յուրանց հետ էմին խանութուս մտնում կոնֆետը 4000, մինտողս կինեմ օրինակ 4.5 Հարցը կոնֆետը չի, այնա բոլոր ապրանքներն էլ ինչ ասեմ, սանֆետկան հինչելը 300 էլ դրա 455 Ստղի շամպենկա, լող թանկ կրակենք ինը, վեճ կրեսակ իքոնիկ, վեճ կրեսակ յոլակինինք, գիտեմ, շատ դժեր է, շատ։ Ամեն օր ես գնումներ կատարում չում, սկիտանան էլ դուսել չիմ կյամ, ոյտ է վեճ գործում անում, վեճ պենում անում, ինչավ կինիմ բենանում, արև դուրանիմ իքոնիմ, շիպենլանդի տան մաչին նստած, ամեսոտ 50,000 վար ստաս, բայց գույմ չում իչք տրնլա, մեր վերջ չի ինչ պիտի տրնա։ Ամեն ինչից է թանկացել, քաղցրա, սոնդանա, ամեն ինչը թանկացել։ Պետք է կարում հասնիկ առնենք, մինակ ազև ուտելիքն եք հասնում, շորայինա, այսայինա կարում չքանում Թանկացումները իհարկե շատ թանկ է, միրգ բանջարեղենը, խոցը հտ է, մծելել է հեչլի, բայց կապված բենինը հտ, տալոնեն ձեքրներից, վեշ կարտոշկան եք յորոնում, վեշ լվացքի փոշին եք ճարում, թայդ մեր փայ տալոններն է հյուրն տամ տագիդում չինք։ Դրա հտ դե իշխանություն կա, թող բիդի մտածին։ Հայ շորը կյամանը կյամ, բայց վեշին պենել անում չի։ Անտերի մատնված ժողովուրդ ենք, լե անդամենը հանուն հայրենիքի պայքարում ենք։ Ապրանքը եթե ինում է, հարմար անում, եթե հատը երևանակյամա պյուրիմուն, ռուսեն պյուրիմուն, օրինակ սստող պիժենիմուն շատ հարմար, օրինակ սորը տե կարտոշկան 1800, խիարը 600, լուլասիո 1000, լոբին 1800, թայիլի 100 նաղդեիլա, նորմալ գներա, պանդի 3000, լոբին 3000, հալա 6000 ալել, այդ ձևի կինային, կարտոշկան 2000, խիարը 2000 խիար կինի, եթե ապրանքը ինում է, հատեք սոր օրինակ, պերալա սաղ ժողովորդը ինչ ինգ, եթե ինում չի, ամեն ուրա սեպական վարած ապրանքը պյուրմատ է ձևի թենք ծախում։ Բայց դեթնա օրինակ այլերնա հիմնադրամի մունք որպես գործանող քյունիմը կիրվում, շատ հարմար գնավել, հունցու իլալա տան այլ պատար նորմալ մուկստանում է ապրանքը։ Թեք ապրանքը ինի քաղաք ապրանքնի մտնի, եթե կյամա հարմար անում, եթե չէ սեփական ինքի ուրան ստեղծած ուրան սարքածը ստղաս յորոնում տանում դը, կյամա ինդիանային քյոնում խոսքի տանում դը ուրան ցենան տունում, մինե կյամա ուրանանային քյոնում տանում թստի դատը թինգյացում ամ։ Տատանումներ չէ, բայց թանկացումներ կան։ Ամեն բնակավար, ամեն խանութում են մտնես, մի բան նկատում ես, որ կա գնի աճ կա։ Շորի, դե պրոդուկտը սաղ գիտենք, մթերքները գիտենք, շորն էլ կա, թեկոս պարֆումերյան, ծաղիկները ահա որ։ Պիտի մարդկությունը չվերանայի, վсё։ Մարդկային պիտի լինենք։ Գոնե այնքան, որ եթե ես կարում եմ այդ
բալ առնեմ, պամիդոր առնեմ, մարդ կա, որ չի կարող առնի։ Իրանց մասին էլ պիտի մտածեն։ Իսկ մտածողը վերևներից են։ Դե որ թանկացնեն են մեն առնում ենք, լիսոված մնում չենք առնում ենք, բայց վեճնի նորմագիները շատ լավ ավեր դհենց մնա, ոչինչ։ Ուզում ենք վելուխը լավ էլի, հաղաղություն էլի, մունքը շատ ապրենք ստեղ, ուրախ ապրենք, մեր երկերումը մնանք ստեղ, ոչ միտեղ չենք գնալու։ Բոլորինը ցանկանում են, որ մնան մեր Արցախում։ Փոխություններ լալն, բայց ոչ լի բավարարալն, շնորհակալ ենք բավարարողներին, մեզ աջակցողներին, ամեն տեսակի ապրալնք։ Գնաճ նկատում չեք։ Նկատալ ենք, բայց ներկա մոմենտում արդեն իջեցրալ, արդեն հասկանալի է, որ ինչ-որ ազդեցություն լալա եւ ամեն ձևի շնորհակալ ենք եղածից։ Շատերը խուսափեցին տեսախցիկի առջև արտահայտվել, փոխարենը իրենց զայրույթն ու բողոքները մնացել են կադրից դուրս, ասելով, թանկացումները պետք է վերահսկեն համապատասխան կառույցները։ Շուկայական հարաբերությունները եւ գների կարգավորման գործընթացը վերահսկում են պետական եկամուտների կոմիտեն եւ հարկային մարմինը, պետական տեսչությունների կառավարման կոմիտեն եւ հանձնաժողովը։ Շրջափակման պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար նկատվում է գնաճ, ինչը արտահայտվում է քաղաքացիների կողմից բարբերաբար ստացվող բողոքների տեսքով, ու պատկերը հետևյալն է, քաղաքացիների կողմից հնչեցված բոլոր բողոքների դժգոհությունների արդյունքում ստացվում է այնպես, որ չհիմնավորված թանկացումներ են ամենուր, այսինքն գնաճը իրոք նկատվում է։ Նախքան պատերազմը դիտանցումները իրականացվում էին շաբաթական կտրվածքով, իսկ շրջափակումից հետո արդեն ամենօրյա հաճախականությամբ հանձնաժողովի կողմից հաստատված կարգի համաձայն ստեղծվել է դիտանցում իրականացնող աշխատակիցների համապատասխան խումբ, այսինքն խմբում մենք տեղադրում ենք հնչեցված բոլոր բողոքները, ու այդ պահին շրջայց կատարող աշխատակիցները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու եւ բողոքի մասով եւ նշված հասցեում, այսինքն այն հասցեն, որտեղ կա բողոքը, միանգամից իրականացնում են ուսումնասիրություն, բարձելու բողոքի իսկությունը, իսկ եթե բողոքը արդեն հիմնավոր է, կազմում է արձանագրություն։ Առկա ցաներ պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից նկատվող խախտումները, որը ուղեկցվում է հասարակության մոլորեցմամբ, անբարեխիղճ վարքագծի դրսևորմամբ, ենթարկվում է պատասխանատվության, օրենսդրությամբ սահմանված կարգով, նախազգուշացումից մինչև տուգանք։ Հանձնաժողովը սահմանում է ապրանքների մանրածախ եւ մեծածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները պարենային եւ ոչ պարենային ապրանքների, միրգ բանջարեղենի, մսամթերքի եւ ծաղիկների շրջանառության ոլորտներում։ Տեղեկատվությունն այդ մասին տեղադրվում է մայրաքաղաքում եւ շրջաներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների էլեկտրոնային խմբերում հավելվածի միջոցով գնացուցակին ծանոթանալու, սահմանված առավելագույն գները պահպանելու նպատակով։ Անկախ նրանից, ինչպես է իրականացում ապրանքատեսակների մատակարարումը, նախքան իրացումը պարտավոր է ներկայացնել հայտ հանձնաժողով, հանձնաժողովը սեղմ ժամկետում սահմանում է գները եւ մենք նորից արդեն հաստատված գնացուցակը տրամադրում ենք տվյալ տնտեսվարող սուբյեկտին, իսկ եթե չի պահպանում, արդեն վերահսկողությունը ում վերապահված է, փաստացի առկա հանգամանքների վրա կազմում է արձանագրություն նաեւ տուգանքի տեսքով։ Տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են անվերապահորեն հետևել հանձնաժողովի սահմանած գնացուցակին, հարթել ընթացքում ծագող խնդիրները, խուսափելու ճգնաժամի խորացման մեծ հավանականությունից։